Ձեզ եմ ուզում ներկայացնել նախաճաշի հետաքրքիր տարբերակ։ Մեզ անհրաժեշտ կլինի հաց, պանիր, կարագ և սոխ։ Նախ կտրում ենք հացը, վերցնում ենք այն հատվածը, որը համեմատաբար հաստոտ է և կտրվածքներ չունի վրան։ Հացը կիսում ենք մեջտեղից երկարությամբ, շերտատում ենք պանիրն ու կարագը, և հիմա դասավորում ենք ամբողջը հացի վրա։ Դասավորելուց հետո փակում ենք հացը և տեղափոխում տաքացված վաֆելնիցայի մեջ։ Երկու րոպե անց պտտում ենք հակառակ ուղղությամբ և ևս 2 րոպե տաքացնելուց հետո մեր նախաճաշը պատրաստ է։ Տեսեք, տաք ժամանակ տանակով կտրելուց պանիրը այսպես թերի նման ձգվում է, բայց ցանկալի է ուտել ոչ տաք վիճակում, որպեսզի վնաս չլինի մեր օրգանիզմին։ Այս տարբերակով կարող եք պատրաստել նաև առանց կարագի, առանց սոխի, կախված նրանից, թե ով որ տարբերակն է սիրում։